Առաջին եթերում դուք դիտում եք հարցազրույցի հերթական թողարկումը։ Շուրջ հնգամյա հյուծիչ պատերազմը Սիրիայում համառորեն փորձում է մտնել բանակցությունների փուլ, սակայն կարծես թե չի ստացվում, այս անգամ էլ Ժնևյան երրորդ ռաունդին հետևեց Դամասկոսյան խոշոր ահաբեկչությունը։ Վերլուծաբանները կարծում են, որ այս ահաբեկչությունը ուղիղ նպատակ է հետապնդում տապալել կամ այդ բանակցությունները կամ ազդել բանակցությունների վրա։ Այսօր մենք զրուցենք արտակարգ և լիազոր դեսպան քաղաքագետ Արման Նավասարդյանի հետ, բարև ձեզ, պարոն Նավասարդյան։ Նախ տեղեկացնենք, որ արտգործնախարարությունը արդեն հաղորդագրություն է տարածել, զոհերի թվում հայեր չկան, սա մեզ ուրախացրեց այդ հաղորդագրությունը։ Հիմա գանք տեղի ունեցածին, ինչքանով է այդ ահաբեկչությունը իսկապես ազդելու բանակցությունների վրա։ Ես չեմ կարծում, որ բեկումնային նշանակություն կունենա, ինչպես առաջին Ժնև 1-ը, Ժնև 2-ը, սա էլ Ժնև 3-ն է։ Ամբողջ նախապատմությունը, ինչպես դուք նշեցիք հիմա, կարծես թե գալիս է ասելու, որ արվում է ամեն ինչ տորպեդահարելու համար այդ բանակցության գործընթացը։ Ըստ որում տարբեր կողմերից, գիտեք, կարծես թե համաշխարհային, այսպես ասած, մյուս կողմից էլ բանակցությունների սեղանին խոշորներն են նստած։ Խոշոր, բայց ովքեր աշխարհի կարգը որոշողները, այսպես։ Հա, հետևում են նստած, նրանք չեն երևում, մեր նման չեն երևում առաջի կարգում։ Իհարկե նստած են, գիտեք, Ամերիկան եւ Ռուսաստանը կարծես թե այս հարցում կոնսենսուսի են եկել, որ համենայն դեպս այն օպոզիցիան, որը ահաբեկչական բնույթ ունի, չպետք է մասնակցի եւ նրանք իրոք չեն մասնակցում, Ջաբհաթ Նուսրա, բնականաբար այնտեղ Դաեշ եւ այլն։ Բայց հետաքրիր է այդ կազմը, եթե դուք ուշադրություն դարձրեցիք, դա ձևավորվել է Էր-Ռիադում, Սաուդյան Արաբիայում, այսպես կոչված կոմիտե, հաշտության կոմիտե։ Ովքեր են դրանք, բոլորովին հայտնի դեմքեր չեն օպոզիցիայի մեջ անգամ, հասկանում եք։ Հարցը նրանում է, որ Սիրիայում այսօր Ենթադրում եք, որ Դավութ Օղլուի այցը Սաուդյան Արաբիա նաև դրանով է պայմանավորված։ Կարող է եւ դրանով է պայմանավորված, որովհետեւ Թուրքիան ավելի կոնկրետ գործողություններ է անում։ Չմոռանամ խոսքս, նրանք ուրեմն նախ զորքեր մտցրեցին, գիտեք, նոր զորավարամորը 1։ Վերջերս 1500 ուրեմն սվիններ ուղարկեցին այնտեղ կռվելու 2։ Ամբողջ այդ սահմանի շուրջն է պտտվում քրդերի դեմ եւ այն ուրեմն փոքր տարածքը, որ թողել են 120 կիլոմետր տարածության վրա, հա, այդտեղից մտնում են այնտեղ, բայց հարցը դրանում չէ։ Չէ, բայց եզրակացնենք, որ Թուրքիային ուղղված հորդորները նրա համար նշանակություն Իհարկե չունի, բացարձակապես, եթե նշանակություն ունենար, նրանք գոնե քրդերի հարցում մի փոքր, այսպես ասած, նորմալ դիրքորոշում կունենային։ 15%-անոց ուրեմն ազգային փոքրամասնությունը 15% է կազմում բնակչության, չի մասնակցում։ Բացի դրանից, որ բնակչության կարևոր էթնոսն է, նաև գործող ուժ է այնտեղ։ Հիմա ով է կռվում։ Փաստորեն Թուրքիան այսօր կռվում է սիրիական բանակի դեմ եւ կռվում է քրդերի դեմ։ Այսինքն ասել կուզի կռվում է Ռուսաստանի դեմ։ Ինչից է այս բոլոր բաները գալիս։ Եւ Էրդողանը միաժամանակ ակնարկներ է անում արդեն որևորդ անգամ, որ ուզում է հանդիպել Պուտինի հետ։ Դե գիտեք ինչ կա, այդպեսի քաղաքականության մեջ այդպեսի բան կա, բլիթի եւ ուրեմն մտրակի քաղաքականություն, մեկն է, նալին եւ մեխին։ Հա, նա դա անում է, կարծես թե արևելյան հոգեբանություն է, էլի։ Բացի դրանից նա հիվանդագին ուրեմն երևակայությունն է։ Իդեպ այստեղ ինչ նշանակություն ունի նոր միջադեպը ռուս-թուրքական։ Ես կարծում եմ լավ միջադեպ չէ, նախ այն առումով, որ ՆԱՏՕ-ն էլ անմիջապես բան արեց, որ տղաչ, չնայած ՆԱՏՕ-ն չէր կարող դա չանել, պարոն Նացարյան։ ՆԱՏՕ-ն, գիտեք, ամերիկյան քաղաքականությունը շամբորդի, բայց մեր շամբորդին։ Նրանք ռուսերի նման չեն մոտենում հարցին։ Երբ որ մեր սահմանը խախտվեց, ռուսերը ձայն չհանեցին։ Իսկ ամերիկացիները, իսկ ՆԱՏՕ-ն անմիջապես ուրեմն ունեցավ այդ ռեակցիան։ Դա ամերիկյան գործելավոճ է։ Սա գալիս է ասելու այն մասին, որ թուրքերը մի կողմից եւ վախենում են ռուսական, այսպես ասած, դիրքորոշումից, որտեղ ռուսերը շատ լուրջ են մոտեցել հարցին, այնտեղ գիտեք ինչ կա, առճակատման մասին չի խոսքը, պրոպագանդիստական խնդիրները չի, այնտեղ խնձոր կամ բանի լոլիկ ծախելու հարցը չի։ Ռուսաստանը շատ լուրջ աշխատում է ուրեմն քրդերի հետ։
Դուք գիտեք, որ քրդական պատվիրակությունը դեմոկրատական կուսակցության եկավ հանդիպեց Լավրովի հետ, եւ այն պայմանավորվածությունը, որ կար ձեռք էր բերվել իրենց մեղրամիսի ժամանակ Ռուսաստան եւ Թուրքիա, որ Ռուսաստանը չի խառնվելու ներքին գործերին, այդ բանից փաստորեն Ռուսաստանն իրան ազատել է, ձերբազատվել է եւ հիմա հոյակապ կերպով աշխատում են քրդերի հետ։ Դրա համար է փաստորեն Թուրքիայում այսօր գնում է քաղաքացիական պատերազմ ներքին։ Տեսեք, ներքևում կռվում են իրենք Անատոլիայում եւ այլն։ Վերևում սիրիական այդ սահմանի հետ է դրված հարցը, հա։ Եվ փաստորեն նրանք կորցրել են իրենց, այսպես ասած, հավասարակշռությունը, այն առումով, որովհետև Ռուսաստանի խառնվելը պատերազմական գործողություններին սեպտեմբերի 24-ին, երբ որ սկսվեց այդ ռմբակոծությունը, լրիվ քարտերը խառնեց։ Կարծես թե ամեն ինչ արդեն որոշված էր։ ԻԳԻԼ-ը կռվում էր Թուրքիայի համար, կռվում էր Սաուդյան Արաբիայի համար եւ Կատարի համար, եւ օրեր էր հաշված։ Դուք գիտեք, որ նույնիսկ ամսաթիվը կար հոկտեմբերի 25-ին Դամասկոսը վերցնելու էր Դաեշը, եւ հանկարծ սեպտեմբերին Ռուսաստանը հարվածեց, իմանալով այդ բաները։ Եվ փաստորեն ամբողջ դրությունը փոխվում է, հասկանում եք, նրանք կորցնում են Սիրիան։ Սա է։ Դուք հավանաբար ծանոթ եք նաև ռուսների նոր հաղորդագրությանը, որ Airbus-ի կործանման գործում մասնակցություն է ունեցել նաև Գորշ Գայլեր կազմակերպությունը։ Կարծես թե հիմա ինչ-որ մի Թիրախը պետք է հասկանալ այստեղ ինչ է։ Այսօր անցավ, գիտեք, Գորշ Գայլերը այդքան չեն համագործակցում Էրդողանի հետ։ Հա, քրդերի դեմ, հա, մեծ հաճույքով։ Դա պետք է ճշտվի, որովհետև դժվար է ասել, նրանք արել են թե չէ, որովհետև տարբեր բան կա, այս ֆրանսիական աղբյուրները նայեցի, ֆրանսիացիները ավելի ուրեմն այդ հարցերում ավելի օբյեկտիվ են։ Կարծես թե Գորշ Գայլերը հրաժարվում են։ Տեսնենք, այսքանի օրը բարձ կլինի։ Այսպեսով ինչ նոր բան է տեղի ունենում Մերձավոր Արևելքում։ Մերձավոր Արևելքում բոլորը կռվում են բոլորի դեմ։ Գիտեք, այդպիսի բան կա։ Հիմա այդ մենք վերադառնալու Գիտեք, ձեր ասածը հաստատ եմ։ Ընդդիմության կազմը անհասկանալի է, Ժնևում մասնակցող։ Հենց դա եմ ասում։ Հիմա տեսեք, այնտեղ եկել են մարդիկ, որոնք բոլորովին կապ չունեն։ Արդյոք նրանք իրոք ընդդիմություն են, իրոք զորամիավորում են, իրոք ունեն զենք, առաջնորդ եւ այլն։ Ահաբեկչական խմբավորման լիդեր է մասնակցում նաև։ Լիդերը։ Այնտեղ 2500 ուրեմն փոքր միավորումներ կան, որ այսօր միանում են, վաղը բաժանվում են։ Այնտեղ լուրջը դա ԻԼԻՊ-ն է, ԻԳԻԼ, այսպես ասած հայերենով, հա, եւ Աննուստրան, որոնք հիմա կարծես թե այնքան նեղն են ընկել, որ փոխում են իրենց վեկտորը։ Շատ հավանաբար Սիրտ քաղաքում կստեղծվի մայրաքաղաքը ուրեմն Դաեշի, ամբողջ բանը գնում է այդ ուղղությամբ։ Բայց պատերազմի վերջը չկա, պարոն Նացական, առանց ցամաքային բաների։ Ռուսաստանը ի վիճակի չի դա անելու։ Հիմա տեսեք, այսօրվա ֆոնին ամբողջ աշխարհին նրանք տրամադրելու են նորից Ռուսաստանի դեմ, փաստորեն դուրս է գալիս, որ արաբներին են վանանում, այսպես ասած, եւ այլն եւ այլն։ Ես Ժնևը բան չի տալու, ես կարծում եմ բան չի տալու։ Այդ հետաքրիր ձևաչափ են ընտրել, շատ հազվագյուտ, պրոքսիմիկա է կոչվում դա, որ առանձին ուրեմն այդ ղեկավարը, այսինքն ներկայացուցիչ, հատուկ ներկայացուցիչը ՕՕՆ-ի իրագործելով այդ բանաձևը 2254 առանձին սենյակներում նստացրել եւ առանձին է նրանց հետ խոսում, այսինքն Ասադի ուրեմն ներկայացուցիչների հետ կառավարական առանձին է խոսում, նրանց հետ առանձին է խոսում։ Եթե այս 6 ամսվա ընթացքում եկան ընդհանուր հայտարարի, միևնույն է ոչինչ չի լինելու։ Բացի դրանից այդ ՕՕՆ-ի բանաձևը ուներ շատ պարզ գրված առաջին կետ։ Եթե կրակը չի դադարեցվում, ոչի բանակցություն չի սկսվում։ Ինչ բանակցություն կարող է լինել, եթե կրակը չդադարեցվի։ Ինչու ենք մենք ասում, որ Ղարաբաղի հարցում ոչ մի բանակցություն մինչև սահմանի վրա ուրեմն խաղաղություն չլինի։ Այսինքն ինչ հավանականություն կա մոտ ապագայում Մերձավոր Արևելքում նոր պետությունների առաջացման։ Գիտեք, սա շատ լուրջ խնդիր է, արդեն 4 պետություն չկա։ Ձեր նկարագրածը հենց դրան է տանում։ 4 պետություն չկա։ Եթե պատերազմը չի կանգնում, ուրեմն արդեն 4 պետություն փաստորեն չկա։ Նոր մի հատ բան ստեղծվեց այնտեղ, ռազմական օջախ, եթե ուշադրություն դարձրեցիք, Իրան եւ Սաուդյան Արաբիա։ Մինչեւ այդ 5-ն էր, հա, հիմա ստեղծվեց 6-րդը։ 6-րդը եւ 3 հատ փաստորեն ուրեմն կոալիցիա գոյություն ունի։ Մեկը դա ուրեմն Ամերիկան է, որը
այսպես են նրա արդյունքները, մյուսը ռուսական կոալիցիան է 4 պետություններից կազմված եւ վերջինն էլ Սաուդյան Արաբիան կազմեց, բայց նա ինչի համար է կազմել, նա կազմել է Իրանի դեմ կռվելու համար, նպատակը միայն դա է, սունիտ եւ շիա, եթե այնտեղ Եմենի կողքին նոր ռազմական գործողություններ սկսվեց ամիջական Իրանի եւ ուրեմն Սաուդյան Արաբիայի մեջ, ես ճիշտ ասած նույնիսկ վախենում եմ մտածել, թե ինչ հեռանկարներ կունենա։ Այդ դեպքում մի միջանկյալ հարց. ով է ղեկավարում իսլամական պետությունը իրականում։ Ռազմական թե քաղաքական գործիչներ։ Դժվար հարց եք տալիս։ Գիտեք ինչ կա, իսլամական պետությունը նկատի ունեք։ Իսլամական պետությունը դա հիմա ինքն է իր գլխի տերը եւ շատ ուժեղ պետություն է, ես ձեզ ասեմ, եւ ռազմական առումով, հա, եւ տնտեսական առումով, եւ կազմակերպչական առումով, պետական կառուցվածքի առումով։ Դու գիտեք, որ նրանց գրաված տարածքներում կոռուպցիա չկա, ինչի դեմ ամբողջ աշխարհը պայքարում է։ Այսպիսի բաներ կա։ Մի կողմից դա հիմնված է ուրեմն իդեոլոգիայի վրա, գաղափարախոսության վրա, խալիֆատի, մյուս կողմից դրա հետևը կա շատ լուրջ քաղաքական հաշվարկներ, եւ նրա ամբողջ վտանգը կայանում է նրանում, այդ ուրեմն կառույցի, որ նրանք նստածնելով այնտեղ, ասում են, որ էքսպանսիոնիստական բան, այդքան չի այսօրվա դրությամբ։ Նրանք կարողանում են աշխարհի տարբեր ծայրերում ստեղծել համախոհներ, որոնք կարող են գործել ավտոմատ։ Սպասվելիք պետությունների կազմում իսլամական պետությանը պետք է նկատի ունենալ, թե ոչ։ Դե եթե իսլամական պետություն մնա, նա գիտեք ինչ կա, նախ իսլամական պետությունը ծառայելուց հետո թուրքերի Դե հիմա զիջում է տարածքները, մինչև ուր կզիջի եւ ինչ Ես ինչպես եմ պատկերացնում, նրանք թուրքերի հետ հիմա աշխատում են, չէ՞, բայց վաղը, երբ որ դարձան դրության տեր, երբ որ հնարավոր եղավ կարակի նման, դանակի նման ճեղքել կարակը, նրանք կանցնեն մինչև Թուրքիա, քանի անգամ են նրանք հայտարարել եւ կազմակերպում են, Թուրքիայում ով է կազմակերպում, միայն քրդերն են կազմակերպում այդ ահաբեկչա, ոչ, հենց իրենք, Ադրբեջանը, նրանց թիրախներից մեկն է, հենց նույն Սաուդյան Արաբիան Քանի անգամ են հայտարարել իրենց ուրեմն ղեկավարները Բաղդադին եւ այլն, որ խալիֆատը պետք է գտնվի Մեքքայում եւ Մադինայում։ Այսպիսի խնդիրներ կա։ Սա ջինը բաց են թողել շշից, հասկանում եք, եւ չեն կարողանում հետ մտցնել։ Պարոն Հավասարյան, չմոռանանք Իրանի մուտքը համաշխարհային շուկա եւ մեծ քաղաքականություն։ Այո։ Ձեր նկարագրած քարտեզում ելի եմ կրկնում չմոռանանք այս պետության հաջող դերակատարության մասին։ Չէ, չմոռանանք, եթե նրա ճանապարհը ժամանակից շուտ չփակեն նոր, այսպես ասած, պատժամիջոցներով, առայժմ բացում են։ Չնայած ես չեմ կարծում, որ դա լինի, որովհետև հասկանում եք, փոխվում է, աշխարհաքաղաքական քարտեզն է փոխվում։ Իրանը պետք է դառնա առաջնային խաղացող։ Եթե ոչ գերտերություն, գոնե ես կարծում եմ, որ գուշակելի ապագայում Իրանը կդառնա տարածաշրջանի համար մեկ պետությունը, եւ Թուրքիան փաստորեն անցնում է երկրորդական պլան, ուզի թե չուզի։ Ընդհանրապես Թուրքիայի գոյության վրա որպես պետականություն մեծ վտանգներ կան կախված։ Իրանը ես պատահաբար չնշեցի, որովհետև թարմ է դեռ այն ակնարկը, որ Իրանը կարող է միջնորդ հանդիսանալ Ղարաբաղյան հարցում։ Շատ հետաքրքիր եւ մտածելու բան է սա, գիտեք, որովհետեւ առաջին անգամը չէ 92 թվականին պայմանագիր ստորագրվեց, դու լավ հիշում եք, Թեհրանում ես եմ ստորագրել Հայաստանի կողմից։ Հետո չկայացավ դա, որովհետեւ նույն օրը մայիսի 9-ին սկսվեց ուրեմն։ Դե այդ տարիները միջնորդների փորձարկման տարիներ էին։ Չէ, պարզապես Շուշին գրավեցին մերոնք եւ վերջացավ։ Տեր-Պետրոսյանի հանդիպումը կայացավ այնտեղ Մամեդովի հետ, որը այդ ժամանակ բաներ դերակատար էր, այսինքն փոխարինում էր բանին, նախագահին Ադրբեջանում եւ դրանով վերջացավ։ Դրանից հետո իրանք շատ անգամ են կարծեմ այդ հարցը, մի քանի անգամ անդրադարձել են դրան։ Հիմա տեսեք, ձեր հարցին եմ պատասխանում։ Արդյոք դա մեզ օգուտ է, թե օգուտ չէ։ Այստեղ հարցականներ կան։ Եթե դա լիներ շրջանակների մեջ երանախագահների, նրանց հետ ձեռք-ձեռքի տվածանային, պետք էր միայն ողջունել։ Բայց եթե նրանք ուզում են առանձին հանդես գալ, պարոնացական, սա հարցեր է առաջացնում։ Այսինքն ձևաչափին անկախ ամեն ինչի ձեռք տալը շատ կարևոր է։ Ձևաչափին ձեռք տալը զգայուն հարց է մեզ։ Իհարկե։ Մենք հիմա ընդունել ենք, առաջ ենք տանում այդ գաղափարը։ Ինչին դեմ են թուրքերը, ինչին դեմ են ադրբեջանցիները, որ եղբայր, մենք ունենք ուրեմն
կողմ նախագահներ, եռանախագահներ եւ նրանց բանաձևն է գործելու Օրլիկի առաջ քաշած եւ այլն եւ այլն։ Հիմա եթե Իրանը մտավ առանձին, հա, ես չգիտեմ թե դա ինչպես կլինի, Ադրբեջանի հետ ինչպես նրանք ընդհանուր բանի կգան, ունենալով իրենց խնդիրներն այնտեղ։ Իրանը շատ լուրջ է մոտենում այդ հարցին, որովհետև Ադրբեջանի եւ ուրեմն Իրանի ատրպատականի մեջ այդ տարածությունը հիմա մենք ենք գրաված տարածքն է եւ քանի անգամ են նրանք ասել, որ ոչ ոք թող չփորձի այստեղ մտնել։ Այսինքն մեր զգուշավորությունը կոնկրետ այս հարցում եւ առհասարակ այս պահին տեղ ունեցող պետք է պահպանել։ Անպայման իհարկե, որպես փոքր պետություն մենք պետք է գիտեք ինչ կա, այնքան ճկուն լինենք հիմա։ Բա Ալիևը ինչ պետք է անի։ Ալիևի իրավիճակ կարծես բոլորին։ Ալիևի վիճակը լավ չի, գիտեք 40%-ով որերս նա կրճատեց իր ռազմական բյուջեն։ Չնայած 10 անգամ ավել է մեր բյուջեից մնում, հա։ Ես ինչ եմ մտածում, Ալիևը հիմա ես կարծում եմ ավելի վտանգավոր է այս կրզիստային վիճակում, ճգնաժամային, քան երբ որ ինքը լավ էր ապրում։ Ինձ ասում են թե չէ, բան նա ռիսկ չի անի։ Գիտեք, զուտ հոգեբանական բան կա։ Նա կարող է։ Այսինքն Ադրբեջանը ավելի կանխատեսելի է, քան երբ լավ է ապրում։ Ես կարծում եմ, հա, որովհետև կարող է նա անել չկանխատեսված քայլեր, ռազմական ես նկատի ունեմ, փրկելու համար իր եւ դեմքը եւ իշխանությունը։ Սա հիպոթետիկ առումով եմ ես ասում։ Դե իշխանությունը փրկել է մի հարց է, Ադրբեջանի արտաքին դիրքորոշումները փոխելը մեկ այլ հարց է, եւ որը Ալիևից կարծես թե այդքան էլ կախված չի։ Եվ կախված է եւ կախված չի, բայց նավթը հիմա մեծ դեր է խաղում, որտեղ ամբողջովին նավթի վրա էր հիմնված նրա։ Բայց Ալիևը միանգամից 4 միլիարդ փող է ուզում միջազգային կառույցներ։ Դե դրանք գիտեք ինչ, հենց տենց բաներ։ Հիմա կարևորը շատ Միացյալ Նահանգներն ինչպես կազմել են փող ուզում։ Թուրքերն էլ հիմա 5 միլիարդ են ուզում, այն 3 միլիարդ է։ Եվրոպային ասում են 5 միլիարդ տուր, որ Եվրամիությունը մերժել է արդեն չբռնաբարեն ձեր կանանց, հասկանում եք։ Ինչին որ շատ հաճույքով գնում է, կարծես թե Մերկելը։ Հա տեսեք թե ինչ է կատարում Շվեդիայում։ Սարսափելի բան է։ Ես ասում եմ, որ Եվրոպան կրակեց իր ոտքին։ Այնտեղ ֆաշիզմ է բարձրանալու, հասկանում եք։ Պարոն Նավասարյան, մի պահ տպավորություն ստեղծվեց, որ մերձավոր արևելքում առանցքում սիրիական թնջուկը մոտենում է պիքին եւ սպասվում է հանգուցալուծման այսպիսի հնարավորություն։ Հիմա դուք Ժնևի նկատմամբ շատ պեսիմիստական մտքեր հայտնեցիք։ 6 ամիս այնտեղ արյուն է թափվում, շարունակվում է, կռվում են, սպանում են։ Երեք այս զուգընթաց ուրեմն 10 Դամասկոսի մատույցներում 10 զոհ եղավ, հասկանում եք։ Աֆրիկայում զուգահեռաբար եղավ։ Ես պատահական բաներ չեն սրանք, հա։ Թուրքերն են շարունակում բան անել այնտեղ, բզբզել, կոպիտ ասած։ Ամերիկացիներն են հիմար բաներ անում կապված Պուտինի ուրեմն ռեյտինգի եւ բանի հետ։ Այսինքն լարվածությունը կպահպանվի։ Լարվածությունը կարծես թե պահպանում է եւ պիտի գա ըստ երևույթին մի պահ, որ հասկանան, որ վերջին հաշվով մեծ տերությունները պետք է միանան, որ սրա առաջ առնեն։ Թե դա երբ կլինի։ Համենայն դեպս աշխարհի ես համաձայն եմ ձեզ հետ, քարտեզի ձևափոխում է լինելու, երբ սա կանխատեսված էր։ Դուք հիշում եք Սայքս եւ Պիկոյի ուրեմն բանաձևը 16 թվականին դրել էին այսպես կանոնով գծել էին։ Հիմա դա ամբողջ շուռ է գալիս, փլվում է։ Եվ պետք է դիմանալ մինչև լավ ժամանակները։ Շնորհակալություն բարձրաբանումներով։ Հարցազրույցների եթերում արտակարգ եւ լիազոր դեսպան քաղաքագետ Արման Նավասարդյան։ Հաջողություն։